Մոսկվայի, Երևանի եւ Բաքվի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն, Ռուսաստանը սիրով կշարունակի աշխատել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նախորդին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։ Ինչ վերաբերում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին, փաստենք, որ հիմա այն քնած վիճակում է, բայց գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև, ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Միացյալ Նահանգների նախագահի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության եւ ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Պուտինը Թրամփին փոխանցել է նաեւ, որ այսօր տեղի կունենա գերիների փոխանակում 175-175-ի դիմաց սկզբունքով։ Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը հակասահմանադրական է համարել Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության փակումը։ Դատավորը կարգադրել է վերաբացել գործակալությունը, դրա փակումը համարելով անօրինական։ Որոշման մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանաբար Միացյալ Նահանգների սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այս գործողությունները դատավորի կարծիքով վնասել են ոչ միայն գործակալության նախկին աշխատակիցների, այլև հանրային շահը, նշելով, որ կոնգրեսում հանրության կողմից ընտրված ներկայացուցիչները զրկվել են իրենց սահմանադրական լիազորություններից, որոշելու թե երբ, ինչպես եւ ինչու փակել կոնգրեսի կողմից ստեղծված գործակալությունը։ Իլոն Մասկը քննադատել է այս որոշումը։ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդ Էքրեմ Իմամօղլուին։ Նշվում է, որ նախքան ձերբակալությունը ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նրա բնակարանում։ Ավելի վաղ Իմամօղլուն տեսաուղերձ էր հրապարակել, նշելով, որ ոստիկանությունը մեջբերում փորձում է յուրացնել ազգի կամքը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով։